ամեն տեղ էլ խնդիր կա։ Բայց կարելի է բարեկամաբար, մարդասիրաբար, ազգովի լուծել տենց հարցերը։ Հարցը չկա, որ չլուծվի, բայց ոչ այդ մեթոդներով, որ այսօր իշխանությունը գործադրում։ Եկեղեցին հայ ազգի հիմնակարն է։ Նրա շուրջ ունենք մենք համախմբում։ Ողջ այս հոգևոր կյանքը, որ ապրել է 1700 տարի, իհարկե առաջնակարգ դեր է եղել։ Ինձ թվում է, այդ հոգևորականը ինչ էլ ասի, ինչ էլ անի, դա իր կարծիքն է։ Բամարդ իր սեփական կարծիքը չունենա եւ հատկապես հոգևորականը։ Բայց ժողովրդի դարտով ապրող մարդ է, հոգևոր կյանքով ապրող մարդ է։ Այսինքն նրա կյանքը արդեն երկակի է, ոչ միայն հոգևոր, այլև ժողովուրդը ինչպես ապրում է, նա պետք է դատողություններ անի, թե չէ, եւ դատողության համար դատել ինձ թվում է абստրակտ մտածելակերպ է, ոչ իրական։ Այդպես բան ինձ թվում է չի կարելի անել, հոգևորական անա պետք է ասիել, խոսել, իր դատողությունները բարձրաձայն ասի պետք է։ Ու դատողության հետևին հանցագործություն փնտրել։ Ես նորմալ մտածելակերպ չի։ Եկեղեցին կա ու պետք է լինի։ Միշտ եկեղեցին հայ ժողովրդի համար առաջին տեղում է եղել։ Եկեղեցին մեզ համար մեծ նշանակություն է, որպես հայ քրիստոնյա։ Եկեղեցին ունեն արժեքներ, որով որ ազգը կա, կլինի, դրանց առաջի տեղում հենց եկեղեցին է, մեր ընտանիքի համար։ Եվ յուրաքանչյուր հայ ընտանիք, որ իսկապես հայ ընտանիք է, պետք է այդ արժեքները երբեք չմոռանի։ Սրբությունն է դա մեր, առանց եկեղեցու հայ ազգը չի կարող ապրի։ Ամեն նեղին եկեղեցին բոլորիս հարեհասա, թե զինվորներին, թե տկարներին, թե ամբողջ Հայաստանին։ Իզուր են եկեղեցուն, չգիտեմ, անշնորհքություն պետք չի անել։ Եկեղեցին մեր հավատն է, մեր հույսն է, մեր սերն է, մեր մաքրությունն է, մեր ընտանիքի ամրությունն է, ոնց բացատրեմ սիրելիս։ Առանց եկեղեցու մարդը հայ ազգը չի կարող ապրել։ Եկեղեցին մեր հայերի համար սրբություն է, որը որ հավատքով ենք մոտենում մեր սրբությանը։ Իհարկե այսօրվա իրավիճակը գնահատում եմ շատ բացասական, եկեղեցու նկատմամբ կարելի ասել թրքության են տանում, չգիտեմ, չեմ ընդունում այս իրավիճակը։ Մեր քրիստոնեությունը չպիտի այսպես ոտնահարվի, ինչպես հիմա անում են մեր իշխանությունները։ Եկեղեցուն բոլոր քրիստոնյաների համար, ոնց որ ասեմ, շունչն է, առանց եկեղեցու մենք չենք կարող ապրել։ Եկեղեցու դեմ ոչ մի բան չի կարելի գնալ, Աստծո դեմ չի կարելի գնալ։ Դա իրանց մեջի կռիվներն է, չի կարելի։ Աստծո դեմ դա սխալ բան է, դա մեղք է։